Ողջունում եմ բոլորին, ես Էլիզա Փաստյանն եմ, Արդարության և Պաշտպանության կազմակերպության նախագահ, գործող պաստառան եմ, հատկապես կազմակերպության հետաքրքրությունը պետական Ողջույն բոլորին, շնորհակալություն կազմակերպելու համար, շատ ուրախ եմ այս լավ ներկայացական քաղաքացիական ազատության կետերը աշխատելու և օգնելու ֆինանսների հանրությանը իր առաջին դրած հարցումների կատարելու համար, շնորհավորում եմ ձեզ պարոն Հովհաննիսյան, կառավարման նորարարական մրցանակը ստանալու համար, կարծում եմ այս խորհրդի հետ աշխատելու նորարարական նոր գործիքներ կգտնեք այգիքան տարածելու և մենք ուժեղացնենք մեր ռեսուրսներով, ասենք մեր կազմակերպության ունենք երկու տնտեսագիտության դոկտորներ, մեկ են դրան, միջազգային փորձագետ ֆինանսերի կառավարման փորձով և ներուժ կարող են տրամադրել հետագա հասարակության համար շնորհակալություն։ Ողջույն բոլորին, ես Աննա Մակրտիսյան, Հայաստանի Հանրապետության և Իտալիայի ասոցիացիայի ներկայացուցիչ։ Պամպողոսանն բոլորը գիտեն, ներկայացման տարիչկա, ֆինանսների նախարարի տեղակալ, շնորհակալություն ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք այսպիսի մասնագիտական լավ խորհուրդ, իրոք կարծում եմ, որ այստեղ կարող ենք հետաքրքիր քննարկումներ ունենալ և լավ առաջարկներ ստանալ և ընդհանուր միշտ կարծիքը նա, որ մենք պետք է ակտիվ աշխատենք ասոցիացիաների հետ, որովհետև ասոցիացիաները այն կարևորագույն հասարակական ենթակառուցվածքն են, որի միջոցով մասնավոր հատվածի խոսքը կարող է հասնել հանրային կառավարմանը, ընդ որում ֆիլտրելով անձնական կամ կորպորատիվ շահը և ներկայանալ որպես ոլորտի շահ և այստեղ կարծում եմ, որ շատ կարևոր է, որ կարելի ասել մեր գործունեության գրեթե բոլոր ոլորտների մասով շահագրգռված մարդիկ կամ ներկայացուցիչներ կան և դա շատ էական է, որովհետև ակնհայտ է, որ պետական կառավարման մարմինները զբաղված լինելով իրենց քաղաքականություններով և երբեմն ուղիղ ներգրավված չլինելով այն աշխատանքի մեջ, որի քաղաքականությունը մշակում են, չեն կարող առանց այսպիսի երկխոսության իրենց գործը արդյունավետ իրականացնել կամ այդ իրականացման ժամանակ իրական տալիս խնդիրներ, որը հնարավոր չի պլանավորման փուլում ենթադրել։ Եվ ես ակնկալում եմ, որ այս ֆորմատով մենք ունենք բարեփոխումների լայնորակարգ, կբերենք այդ օրակարգում առկա բոլոր հարցերը և այստեղ կքննարկենք նաև ստանալու ձեր կարծիքը այն փոփոխությունների և նորարարությունների, որը մենք իրականացնում ենք հանրային ֆինանսների կամ ընդհանրապես հանրային կառավարման ուղղությամբ։ Երևի թե այսքանը, եթե կան առաջարկներ օրակարգում ինչ-որ հարցեր ներառելու կամ ինչ-որ հարցեր, որոնք գուցե օրակարգային են կամ գուցե հետագայում քննարկենք և հիմա մենք պատրաստ չենք լինի այդ հարցերը իր բոլոր մանրամասներով քննարկել, առաջարկում եմ գրանցվել և հերթով, եթե նույնիսկ կարելի է ժամանակով սահմանափակենք, այսինքն ամեն մի ելույթի համար 3 րոպե հատկացնենք, որպեսզի բոլորին էլ ժամանակ լինի խոսելու։ Շնորհակալություն։ Մենք հիմա ոնց հասկացա մյուս հասարակական խորհուրդը դադարի իրականությունների քաղաքականության բարելավման նմանված խորհուրդ, թե մյուս խորհուրդը նման։ Նման որոշում չունեն ֆորմալ, որ այդ մյուս խորհուրդը
չեմ հարմարում, որտեղ այստեղ մյուսը ավելի միայն հարկային քաղաքականություններում, ես մենք արդեն քաղաքականների բյուջետավորում, ավելի շատ մենք դեպքում ամեն դեպքում մենք երրորդ արդեն ինձ հարկային հարցներում, հարկային հայացական, արդեն դեպքում որ սա մյուս խորհրդի, բնականաբար այստեղ իրարություն, բայց մյուս խորհրդի մեր հարցա։ Եթե հնարավորություն կա, ուղղակի դժանորություն կա, տեսնենք կարելի է մյուս խորհրդի, բայց պետական եկամուտների կողմից չկա, որովհետև պետական եկամուտների կողմից չունի այն ասպեկտը, ինչ որ ֆինանսների նախարարությունը կա հարկային եկամուտների վարչարություն, եւ այդ երկուսը հենց այդ խորհրդի սահմանափակում է։ Երբ որ ես մոտ խորհուրդը ձևավորեց վարչապետի որոշումով, ես Հակոբյանի Յոսիակյանի խորհրդացի իրանք էլ ասեցին, նույն բանը կանոն չկրկնող։ Բայց ես բարակային կարծում եմ, այդքան էլ չի, որովհետև այստեղ շատ հետաքրքիր այլ հետաքրքրության շրջանակներ են, մասնավորապես գնումները, բյուջեի կապված, այսքան շնորհակալություն։ Ես երկու հարց եմ ցանկանում բարձրացնել, ոչ թե այսօրվա քննարկման ձևաչափը տեսնենք, թե մյուս խորհրդի նիստերում կամ այլ ձևաչափերով դա քննարկենք։ Առաջինը վերաբերում է հարկային ռեֆորմին, հաստատարանների հետ կապված, ավելացված արժեքի հարկի դաշտ չգիտեմ աշխատանքների, որտեղ հիմնավորումների մեջ ասվում է, որ դա անհրաժեշտ է եւ այլն, հիմա մենք կես տարի անցել ենք, ես կուզեի այդպիսի տվյալներ ձեր հանձնարարության հավաքագրեին, մենք պատկեր ենք ունենք, առաջի կեսի օրինակ հաստատանական իրականական ընկերությունների կողմի շրջանառության եւ երկրորդ կիսամյակի, իրոք հասկանանք ռեֆորմը իրականին է եղել, թե ոչ, նույնը երևի մյուս հաշվապահների եւ մյուսների հետ կապված, այ ձևաչափը առաջարկում եմ խիստ մասնագիտական լինել, այդ տվյալները լինի, մեզ հետ կիսվեք ու չգիտեմ, հանրային միջոցառում լինի, փակ քննարկում լինի, արդեն որոշենք ըստ անհրաժեշտության, երկրորդ խնդիրը ցանկանում եմ բարձրացնել վերաբերում է ընդհանուր բյուջետավորման հարցին, իմ գործընկերը նշեց, որ մասնակցային բյուջետավորումը արդեն քանի տարի է կիրառվում է, որպես պիլոտային, արդեն ավելի մեծ թափ ստացել։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մենք կարողանանք նաև պետական բյուջեների, նաև ոլորտային բյուջեների հետ կապված հնարավորություններ տան եւ բյուջեում հատկացումներ լինել մասնագիտական կազմակերպությունները, որպեսզի կարողանան աշխատատիտարկումներ իրականացնել, ինչպես տեղական մակարդակում է, մենք արդեն վարսանանք էլի վերել նույն կերպ ցանկանում եմ այդ հարցերը մասնագիտական քննարկում անցնի, նախապատրաստի երևի քննարկենք, որովհետև կարծում եմ դա անհրաժեշտություն է արդեն, մենք եվրոպական միության հետ կապված մեր ծրագիր ենք իրականացնում ու նաև դրա հետ կապված
կապակցության ռիսկեր, այս մասով ուզեի, որ մենք քաղաքացիական կացված լինի ինչով միտումը, ասենք 175 միլիոն 18 թվականի դրությամբ հետագայում դրված մինչև 5 միլիարդի հասնելու տենդենսը։ Առաջին հարցը դրան է վերաբերում։ Երկրորդ հարցը, քանի որ կազմակերպությունը մասնագիտացված է թիվս այլելի նաև պետական բնույթի հենց մոնիտորինգով, մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ բավականին ունենք կարողությունների զարգացման խնդիր մանավանդ մարզային պետական պատվիրատուների շրջանակներում, այսինքն պատասխանատու զորաբաժանման մասնակիցները, աշխատակիցները, ովքեր պատասխանատու են պայմանագրի կատարման և արդյունքի ընդունման համար, բավարար չափով չեն տիրապետում այն գործիքակազմին, որի միջոցով կարողանան պատշաճ վերահսկեն գնումների գործընթացը, կատարման ընթացքը, ինչպես նաև արդյունքի ընդունումը։ Դեպքեր ունենք, որոնց վերաբերյալ նույնիսկ ղեկավարներ են նախաձեռնում մոտավորապես ներկայացնում նաև ՓԱԹ համայնքների կողմից ուղարկված մասպետալների կողմից ուղարկված գրություններ, որտեղ հենց համայնքի ղեկավարներն են ընդունում են փաստը, որ չունեն կարողություն, մասնագիտական կարողություն չունեն պատասխանատու զորաբաժանման անդամները վերահսկելու կատարումը հենց պայմանագրերի կատարման ընթացքը, ինչպես նաև ընդունումը։ Այս մասով ևս ուզեի որպեսզի հասկանանք որպես լիազոր մարմին այս ոլորտում ինչ կարգեր են նախատեսվում պատասխանատու զորաբաժանման անդամների կարողությունների զարգացման առումով մանավանդ։ Երրորդ հարցը, որի վերաբերյալ ուզեի զրուցել խոսել, տեսեք, ևս նկատվում են տենդենս, որ մասնավորապես համայնքային մարմինները, օրինակ կահույքի ձեռքբերման հարցերում բավականին շատ են։ Այսինքն կարող են իրենց թույլ տալ հասկացողի հատոր 390,000 դրամանոց գնելու բնական կաշվից, ուղղակի որ մենք նայում ենք այս գնային տենդենսը մի քանի 100 հասկանանոց, ասենք հասկացող կամ բազմոց համայնքային մարմիններում գնելու անհրաժեշտությունը, դրա նպատակայնությունը ու կարգի համապատասխանելիությունը, կամ ունենք դեպքեր, երբ գրվում են մետաղի կարկասով մաքուր փայտից պատվիրված այնպիսի կահույք, որը կարծես դավարանոցային է, եթե իհարկե համոզված լինենք, ու շատ հետաքրքիր է, թե ասենք համայնքապետարանը դա որ կարիքի բավարարվում է նման կահույքի արկայությունը համայնքապետարաններում, սրանից էլ բխեցնում եմ հետևյալ հարցս, հնարավորություն է արդյոք դիտարկելու, որ ասենք համայնքային ծառայողների համար ըստ պաշտոնների, երբ որ մենք դիտարկում ենք պաշտոններին և դրանց հավասարեցված համարժեք աշխատավարձի աշխատանքի բարձրացության հարցերը, արդյոք կարող եք քննարկել դեպքեր, երբ սահմանենք, այս անգամ արդեն նվազագույն առավելագույն չափանիշներ, որ օրինակ որոշակի պաշտոններ զբաղեցնող անձանց համար որոշակի չափաբաժնից ավել, այսպես սահմանաչափ լինի, որ դրանից ավել գումար չծախսվի օրինակ տվյալ աշխատակցի սենյակը կառավարելու համար։ Եվ երրորդ հարցը ստերության դա է, որպեսզի մենք այդ սահմաններ կարծես տևենք, որպեսզի պատվիրատուները համենայն դեպս չունենան այդ շահառիություն իրենց թույլ տալու տենդենս, որպես այդպիսի շարունակական լինի։ Սա երրորդ հարցն է։ Եվ չորրորդ հարցով ուզեմ բարձրաձայնել այն խնդրի մասին, որ գնումներից առանձնանանք, այս արդեն գնումներով չի, սակայն մեր կազմակերպությանը դիմաց ունեցածի քաղաքացիների խնդրանքով նաև բարձրացնում եմ այս հարցը։ Էլեկտրոմոբիլների հետ կապված, երբ մենք ունեինք խնդիր գույքահարկի հաշվարկման հետ, ու կարծես թե վերջին փոփոխություններով օրենսդրական որոշվեց, որ ամեն դեպքում պետք է հաշվարկման կարգը փոփոխվի ու այդ հաշվարկման կարգի արդյունքում այլևս 26 թվականի հունվարի 1-ից հետո գույքահարկը սահմանվի նույնն համար այլ գումար։ Տեսեք, այս մասով կա արդյոք հնարավորություն դիտարկելու նույն կարգավորումը հետադարձության ուժով կիրառելու նաև տվյալ անձանց արդեն իսկ վճարված գույքահարկերի նկատմամբ։ Պատճառաբանությունից հետևյալն է, որ եթե մեքենան նույնն է, ձեռքբերողը նույնն է, այսինքն մեքենայի մեջ կառուցվածքային որևէ փոփոխություն չի եղել, իսկ էության նույն մեքենան է, սակայն անձը արդեն իսկ վճարել է, օրինակ ես հստակորթում եմ, որ արդեն իսկ վճարել է ներկայիս գույքահարկի չափաբաժնով 12 տարվա համար, արդեն իսկ վճարել է 1 տարվով վճարման կարգը արդեն իսկ ապահովել է։ Մենք կարող ենք արդյոք դիտարկել հնարավորություն քաղաքացի
չեն գրի նման հարկային դեր տարիներ շարունակ, ասին մի քանի տարի մարդիկ վճարեն մի քանի 100,000 դրամ մեքենայի համար, այն դեպքում երբ որ նույն մեքենայի համար այս պահին օրինակ սահմանվել է ընդամենը 18,600 դրամի կարգ, բայց այն արդեն վճարել է 280,000 դրամ մեկ տարվա համար։ Կարող ենք արդյոք դիտարկել այս հարցը քննարկել բարձր մակարդակով, որպեսզի մարդիկ համատեղում հետադարձության ուժով ղեկավարությունների սահմանադրական հետադարձության անձի վիճակը բարելավող մի հանձնաժողովի դիրքում դիտարկենք նաև քաղաքացիների մեծ մասով վերադարձնելու հարցը, այսինքն հաշվանցենք արդեն իսկ վճարվածը եւ վերադարձնենք ավելի վճարված գույքահարկը։ Այս 4 հարցն են վերադարձ շնորհակալ եմ։ Ողջույն խոսքի ժամանակ մեղացան եկարան Մովսես Արեստակիսյանը տնտեսական իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստան քաղաքների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, համառոյի գործունեությունը նաև վերաբերելու է բյուջեի կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման հասցեին գործունեությունների դրամատիկներով, ասեմ նաև, որ մենք կարող ենք օգտակար լինել այս հասարակական խորհրդում ընդհանրապես բյուջետային գործընթացի ընթացքում դրանց հանրային քննարկումների կազմակերպման, մեթոդական ռեսուրսների մշակման, ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների մշակման, օգնելու քաղաքացիության անդամները ինչի՞ չունեն հանրային աշխատողների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը ծրագրային բյուջետավորման հարցերով ներդրություն կատարել, որպեսզի ուսուցումներ անցնեն։ Մենք կարող ենք մասնակցել նաև հարկային քաղաքականության մշակման մի շարք առաջարկներ դա ռեսուրսներ, որ կարող են տրամադրել այս հասարակական խորհրդին։ Հիմա կազմակերպական դրած հրամանակա խորհրդի ձևավորման, բայց կցանկանայի, որ համակարգող կամ պատասխանատուն նոտատային տվյալներ տա, որպեսզի եթե հարցեր լինի խորհրդի անդամների միջև, որ կարողանանք հարցեր քննարկել, միասին զանգանք աշխատել ներկայացնել բանը։ Նոտատնային հեռախոսները լինի։ Համաձայն եմ պարոն Համբարձումյանի մտահոգության հետ, Արան որ կա եկամուտների քաղաքականության հասարակական խորհուրդը, որտեղ հարկային քաղաքականության հարցեր են քննարկում, այսօր դարձած օրակարգի երկրորդ հարցը նաև դա է, ինչպես նաև ռազմավարական ծրագրից ելի մնացած հաստատ է հարկային քաղաքականության հարցերը պետք է քննարկելիս է, լավ կլինի միավորվել այդ երկու խորհուրդները և մասներ գործին։ Միանում եմ նաև պարոն Զավարյանի առաջարկին, որ պետք է քաղաքների կարողությունները զարգացնել, որպեսզի նրանք կարողանան մոնիթորինգի ենթարկել բյուջեի կատարողականը, որպեսզի փորձ արդեն մենք կուտակել ենք Եվրամիության ֆինանսավորման գործող ծրագրի շրջանակներում, որոնք մեր կազմակերպություն մասնակցել հստակել բյուջետային հայտերի վերաբերյալ տվյալ 132 առաջարկություն, ոչ ֆինանսական ցուցանիշներ ունելու, արդյունքային ցուցանիշներ ունելու, որոնց 80% ընդունվել են։ Այսինքն մենք ռեսուրս ենք ծախսել, տրվել ենք հանրային органների, որպեսզի իրենք ընդունեն եւ իրենք ընդունել հիմնական բյուջետային 27 թվականի բյուջետային գործընթացում նրանք արդեն իսկ դրանք կիրառել են։ Ավելի եշտորական ֆինանսային նախարարության մասնակիցներին մենք ներկայացրել ենք 13 առաջարկություն, որոնք բոլորը ընդունել են տեխնիկություն, 7-ն արդեն կատարվել։ Մեկ օրինակ վարչապետի որոշման մեջ հանրային քննարկման համար 2 ամիս ժամանակ է գտել, բավականին լավացել է հանրային քննարկման ուղեցույցը, բյուջետի կազմման ուղեցույցները, մենք այդ հարցում կարող ենք շատ օգտակար լինել։ Այդ կազմում ես առաջարկում եմ, որ վարչապետի այս որոշման համաձայն տեսա ժամանակացույց դրած է հունիսի 14, բայց բավականին ուշ բյուջետային գործընթաց սկսելու մասին վարչապետի զրոյող անորոշման հանրային քննարկման պետք է լինի ապրիլի 1-ից մինչև հունիսի 1-ը։ Լավ է, բայց նաև դեպուտացությունների մեջ գրված է, որ նախարարներին կից հասարակական խորհուրդներում լավ կլինի տվյալ գերատեսչության հարկային բյուջետային հայտերը։ Խնդրում եմ, առաջարկում եմ գուցե նաև միանալ մարդիկ ֆինանսային նախարարության բյուջետային հայտը քննարկել այս խորհուրդ։ Մենք խոսում ենք, առաջարկություն տվենք, նաև ստիպնենք, հետո միջև հանրային քննարկում լինի։ Հաջորդը կցանկանայի, որ այս խորհրդում քննարկենք ընդհանրապես բաց բյուջեի հետազոտության տվյալների շրջանակներում, ինչպեսի առաջընթաց է կատարվել
Նայեցից թե գալուց առաջ, 23 թվականի զեկույցը միջազգային բյուջետային կերպարության, բայց չկա 25 թվականի։ Հիմա հրապարակվի, հենց որ հրապարակվի, լավ կլինի դա քննարկել, որովհետև առաջատած տեսնիկա թե չկես դրա վերաբերյալ մեր կազմակերպություն բազմաթիվ առաջատություն, որպեսզի բյուջետային գործընթացի թափանցի, վարչելի եւ վերահսկելի։ Այդ վերացման առումով ուրեմն լավ կլինի ստեղծել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանց, որ նրանց ֆինանսական գրավիչության նպատակը բարձրացնենք եւ նրանց նշույթը վերաբերեցնենք նորմատիվ։ Եվ վերջին հույս։ Խնդրեմ, եթե հնարավոր է քննարկենք կառավարության 25 թվականի նոյեմբերի 27-ի 17-12 եւ որոշման մեթոդականությունը եւ արդյունքները։ Դա հայտնի պայմանավորվածների մասին մեթոդականություն մեզ բոլորովին անհասկանալի է, այս գնահատման արդյունքները հեչ հասկանալի չի, որովհետեւ ասում են ծրագրերի գնահատումն լավ բան, բայց ծրագրերը մենք չենք տեսնում, նայում ենք բյուջետային հանդիպում ներկայացրած ծրագրեր, դրանց գնահատանները բերում են առանձնազերծ շատ նախարարությունների 50%-ից է ցած։ Այդ հարցը խնդրում եմ։ Շատ այլ հարցեր կան, անցեք։ Մի հարցը ուղղակի կան, որ դեմացկելումների մասին օրենքի խորհրդի պաշտպանական կազմակերպությունների ասոցիացիաների մեր վարկային կազմակերպությունների մտահոգությունն ուտում կապված դեմների օրենքում կա բանկային երաշխիք հասկացողությունը, բայց վարկային կազմակերպություններն են բանկերներ աշխատում են մի նորմատիվային դաշտում եւ վերահսկող կենտրոնական բանկերությունները եւ նորմատիվներն են բանկերին ավելի խիստ որոնք նրանք ամանները վերցնում եւ ավելի լայն գործառնական շրջանակ ունեն, քան վարկային կազմակերպությունները, բայց երաշխիքների մասով գնումների մասին օրենքում կա բանկային երաշխիք եւ երբ որ վարկային կազմակերպությունները երաշխիքներ են տալիս դրա կազմակերպությունների գնումների մասնակցելու, ուղղակի երաշխիքները մերժվում են եւ չեն կարողանում մասնակցել, այդ հարցը մի քանի անգամ բացացվել է, գնահատում են անում օրենքի վրա, բայց այդ օրենքի իստիմանն կարելի է փոխել բանկային երաշխիքի կողքը, ուղղակի ավելացնել միայն վարկային կազմակերպության տրված երաշխիքը, սա այսքան ուղղակի իսկային։ Եթե այլ առաջարկներ չկան, ես ընտրեք բացարձակին բացացված հարցերին։ Նա առաջինը մյուս խորհուրդը պահելու նպատակահարմոնության հարցը։ Իրականում, քանի որ եթե մենք խոսում ենք նրա մասին, որ ֆինանսների նախարարության գործունեության հետ կապված հարցերը պետք է քննարկվի այս խորհրդում, ապա հարկային կարգավորության գործունեության հարցերն են ֆինանսների նախարարության գործունեության վերաբերում, հետևաբար այստեղ ստացվել է, որ նույն հարցերը պետք է քննարկենք երկու խորհուրդներում։ Այստեղ կա նաև այլ խնդիր, որ մյուս խորհրդում ներգրավված են մարդիկ, ովքեր հետաքրքրված են հարկային ինվեստիցիայով միայն, եւ այս խորհրդում չկան։ Այս հարցը պետք է հասկանանք, թե ինչպես կարող են դա համատեղել, չգիտեմ, մեզ մեր կարգավորություն տալիս են երբ մարդկանց հրավիրել մեր խորհրդի քննարկմանը, թե ոչ։ Մենք կհասկանանք մի հատ դուպլիկացիաներից խուսափելու համար, որովհետև բոլորի ժամանակը շատ թանկ է եւ բայց միևնույն ժամանակ այո, մեր նպատակներից պետք է ելնենք, իսկ մեր նպատակներն են մեր կատարող գործողությունները կամ քաղաքականության փոփոխությունները մեր հասարակական խորհուրդներում կամ հանրության ամենայն դաշտերի հետ քննարկումները ապահովում են եւ սպորտում մեր հարկային քաղաքականության փոփոխությունները քննարկելը շարքազանց կարևոր է։ Այստեղ մի կարևոր բան եմ ուզում բացահայտել։ Մենք հիմա նախաձեռնում ենք հարկային փոփոխությունների կանոնակարգման պրոցես, որտեղ փորձենք հարկային քաղաքականության փոփոխությունները սինխրոնիզացնել
կապացնել բյուջեի հաստատման հետ, այսինքն ծախսային քաղաքականության և եկամուտների քաղաքականության փոփոխությունները իրար հետ համահունչ դարձնեն, սրանք իրար հետ անմիջականորեն կապված են, այսինքն ունենալ նմանատիպ ցիկլ, ինչպես ունեն բյուջետային գործընթացի համար, ըստ ծախսային քաղաքականությունների համար, ունենալ նաև նմանատիպ ցիկլ եկամուտների համար, սա կնշանակի, որ ինչպես բյուջեի համար սահմանված է հստակ ժամանակացույց, թե երբ կարող ենք ինչ անել, նույն բանը սահմանված լինի նաև եկամուտների քաղաքականության փոփոխությունների հետ, որը թույլ կտա մեզ տարի մեկ անգամ քննարկել և մեկ անգամ փոխել հարկային անձինք, մեկ անգամից ավել սովորաբար որպեսզի բան տեղի չունենա, եթե չլինեն հրահապացեր, որը նույնպես դրյալում նաև բյուջեի կապված։ Այս առումով փորձում ենք արձագանքել այն մտահոգություններին մեր մասնավորատվածի, որ հարկային քաղաքականության մեջ փոփոխությունները բավականին հաճախ են տեղի ունենում վերջի տարիների ընթացքում։ Սա կարծում եմ արձագանքի դրան մեծապես և մեր քաղաքականություններն ավելի սինխրոն կդարձնի։ Ինչ վերաբերում է փաստաբանների ռեֆորմին, փաստաբանների հարկման համակարգի փոփոխությանը, ճիշտ է Ես դեմ չեմ ճիշտ եք ասում, եթե սա մի նախարարության նախարարության հարցերի դեպքում պարզապես դարձնեմ, որ եթե արտահերթ դիշտերով կամ որևէ նկարիչի հրավիրված անձոցով ծածկվելու է, այդ շատ հայտնի, բայց թողնել, որ այդ մարդկանց թողնել դրսում և նաև ես քննեմ շատ այս պրոցեսը ունենալուց համոզված որ չեն կարելի երամսական եք միանշանակ չի փորձի ներկայացություն տալ, որ չունենա։ Փաստաբանների հետ կապված այո համաձայն եմ ես հետ, դա նաև կարծում եմ ինչ-որ առնում է պարտավորությունն է հետ գնալ և հանրությանը ցույց տալ, որ այն որոշումները, որը մենք կայացրել ենք և դրա վրա քաղաքականության փոփոխություններ ենք իրականացրել, իրենք արդարացված են, և եթե արդարացված չեն կամ չեն ապացուցում, որ դա արժել է պես անել և արդյունք կա, որովհետև մենք նպատակ չենք իրականացրել այդ փոփոխությունները, ունենք որոշակի նպատակադրումներ, ապա պետք է համապատասխան եզրակացություններ անեն։ Ընդ որում ձեզ ասեմ, մենք ունենք այդպիսի եզրակացություններ և վերլուծություններ արված շրջանառության հարկի փոփոխության, յուրաքանչյուրի փոփոխության կապված և անհրաժեշտության դեպքում դա կարող ենք քննարկել, որպեսզի նաև ցույց տանք, ես առիթ ունեցել եմ իհարկե խոսելու դրա մասին իմ հանրային ելույթներում, բայց եթե կարիք կա կարող ենք ավելի մանրամասն այս հարցին անդրադառնալ և այո ներկայացնենք հաշվետվություն դրա առաջիկա հանդիպումներից մեկում, թե ինչ հարցումներ ունեն։ Հիմա բյուջետավորման և հանրային քննարկումների հետ կապված, այսօր այս հարցը իրականում քննարկել ենք քիչ առաջ GIZ-ի հետ հանդիպում ունեինք և քննարկել ենք այս հարցը։ Մի կարևոր հարց կա, որ այստեղ պետք է բարձրաբանենք և հասկանանք։ Երբ որ մենք բյուջեն քննարկում ենք, առանձին ոլորտային բյուջե քննարկում ենք կամ քննարկում ենք ընդհանուր բյուջե, որևէ խորհրդում, որևէ շրջանակում, ինչ ենք մենք ակնկալում այդ բյուջեի քննարկումից։ Սա ինձ թվում է շատ էական հարց է։ Ինչի է էական, որովհետև բյուջեն ըստ էության տարբեր առաջնահերթությունների բալանսավորման փաստաթղթ է։ Հիմա եթե մենք բերում ենք մի հատ բյուջե, որտեղ ասում ենք սա է այն կառուցվածքը, որ մենք բյուջեն ունենալու է, ով է կարողանալու ասել, թե որն է ավելի լավ բալանսավորված բյուջեն, կամ այն ինչ որ ներկայացված է։ Ասենք ով է կարողանալու ասել, եկեք ստեղ չացնենք, ստեղ բարձրացնենք։ Կամ այդ խորհուրդը տալիս են, ինչպես է այդ խորհուրդը իրականացնելու, որտեղ օրինակ նույնիսկ ֆինանսների նախարարության ամբողջ աշխատակազմը չի կարող այսպիսի բալանսի ճիշտ բալանս ստանալ։ Այդ բալանսը ստացվում
գործում է, դա նախապես առաջարկելով, հետո տարբեր բանակցություններով, հետո ազգային ժողովում բանակցություններով, եւ հիմա նախորդ ապրիլ ամսին, որ քննարկում ենք, այդ քննարկումից ինչ արդյունք են ակնկալում։ Եթե խոսքը գնում է առանձին ծրագրերին կամ դրանց արդյունավետությանը, դա կարող են քննարկել, բայց դա բյուջեի հարց չի, դա ծրագրի դիզայնի հարց է։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք, իհարկե մենք ուզում ենք, որ քննարկում լինի, առանցիկություն լինի եւ մենք ենք ամեն ինչ անում, որպեսզի բյուջեի կանոնավորման կամ նրա հաշվետվության ներկայացման մեջ այդ հաշվետվությունը դառնա լայն քննարկման առարկա, հանրությունը հետաքրքրված լինի այդ փաստաթղթով։ Բայց օրինակ, որ հիմա վերենք ֆինանսների նախարարության բյուջեն այստեղ քննարկելու, ինչ է պետք է քննարկել, ես ուզում եմ հասկանալ, կամ որովհետև ֆինանսների նախարարության բյուջեն դա ինքնին միակ ֆինանսների նախարարության բյուջե չի, ինքը հետո կդառնա բյուջե այն ժամանակ, որ ինքը կհավասարակշռի մյուս գերատեսչությունների բյուջեների հետ։ Իհարկե ֆինանսների նախարարության բյուջեն լավ օրինակ չի, որովհետև մեր մոտ այդպիսի ծախսեր չկան, որ այլ օրինակ նախարարությունների հետ կա, ինչպես ասենք օրինակ կենում կամ էկոնոմիկայի նախարարությունում եւ այլն։ Բայց այստեղ այդ նախարարության բյուջեն էլ ինքնին երբ որ հայտնվում է քննարկման դաշտում, ինքը դեռ կարող է քննարկվի իր արդյունավետության տեսանկյունից, բայց ինքը կդառնա բյուջե այն ժամանակ, երբ որ կհամեմատրի մյուս գերատեսչության եւ այդտեղ առաջնահերթությունը ով պետք է որոշի։ Սա կարևոր հարց է, ես կարծում եմ, սա էական հարց է, երբ որ մենք ուզում ենք այդ մասնակցության մասին ընդհանրապես խոսակցություն բացենք եւ որոշենք, թե այդ մասնակցությունից ինչ են ստանալու, որովհետեւ իմ կարծիքով մինչեւ այսօր մենք այդ մասնակցության մասին խոսել ենք, բայց մեծ հաշվով այդ մասնակցությունը դարձել է զուտ ֆորմալ process։ Ինչի, որովհետեւ բովանդակային առումով, օրինակ իմ համակարգից պատմիկ բանից կարծես են, բայց թե դա ինչ կարող է լինի, բայց իմ կարծիքով այստեղ ամբողջ մեղը նրա մեջ է, որ դեռ պարզ չի ինչ են ակնկալում այդ քննարկումից, ինչ է տալու այդ հանրային քննարկումը այդ բյուջեի տալը։ Էլ եմ ասում, հանրությունը կարող է արձագանքի առանցին ծրագրի, ասի այս ծրագիրը լավը չի, բայց դա ծրագրի հարց է, ոչ թե բյուջեի հարց է, ծրագրի դիզայնի հարց է եւ այդ ծրագրի շարունակելու հարց է։ Հետևաբար դա պետք չի քննարկել բյուջեի քննարկման ժամանակ, այլ քննարկել առանձին այդ ծրագրերի արդյունավետության հետ կապված։ Ուստի ինչ-որ մի պահի ես կառաջարկեմ, որպեսզի այս մասով, որտեղ այսօր էլ քննարկում է նրա մասին, որ այդ մասնակցությունը բարձրացնենք, ով մենք շատ կարող քննարկում լինի, մենք էլ պատրաստենք ցանկացած ձև աշխատանքություն համալել, որպեսզի մատչելի լինի մեր արգելի քաղաքացիների համար, բայց ելի հասկանանք, թե ինչ ենք ակնկալում դրա հետևանքով։ Չէ, դեռ չունք ասել։ Կանխիկի եւ կապերով իհարկե կարող են դրա մասին առանձին քննարկում ունենալ կամ առանձին ներկայացում ունենալ դրա նպատակահարմարության հարցերի հետ կապված, բայց ձեզ ուզում վստահեցնեմ, որ եթե ինչ-որ ծախսեր իրականացվում են կապերով, դա չի նշանակում, որ դեռ հաշվետվականություն չկա։ Օրինակ, ֆինանսների նախարարությունն է կանոնական կարգ, եւ դրա համար կա հստակ կարգ, թե ինչ նպատակով, որքան եւ ինչպես այդ կարգից կարող է որևէ գործառույթ իրականացնել եւ բնականաբար կան ստուգողներ, ովքեր գալիս են եւ ստուգում են եւ գրում են այնպիսի հաշվետվություններ, որ նրանք հասկանալի են այն հանրությանը։ Այսինքն թե ինչ խնդիրներ են արձանագրվել այդ բանը, բայց եթե կան դրա նպատակադրումների հետ կապված կամ ինչի են ընդհանրապես պետք է այդպիսի կապեր, ապա իհարկե այդ հարցերը կարող են նաեւ պատմել, եթե նման կարիք ունի։ Լիբրումների մասին կարծում եմ, որ
ամիսների ընթացքում մենք 4 մեծ փաթեթ ենք ներկայացրել, եթե չեմ սխալվում վերջի փաթեթը դեռ չի հաստատվել, բայց նույնների քաղաքականության այս փուլում 4 փաթեթով ամեն ինչ սահմանափակվում է եւ հետեւաբար լավ կլինի, որ մենք մի քննարկում ունենանք, որտեղ խոսենք այդ 4 փաթեթների շրջանակում ինչա տեղի ունենում, ինչի դա կապ ունի ձեր հարցի հետ, որովհետեւ այստեղ կան նաև ֆինանսների նախարարության կառավարությունների եւ խորհրդատվության տրամադրման ավելի լայն շրջանակ նախատեսելու կարգավորում, որի շրջանակում կարծում են շատ հարցեր, որոնք արտահայտ այլ գերատեսչություններում կամ համայնքներում պետք է լուծվեն ֆինանսների նախարարության կողմից։ Իհարկե մենք նաև իրականացնում ենք կառավարությունների զարգացում, բազմաթիվ տրեյնինգներ ենք իրականացնում եւ դրանց քանակը դրանով ավելանում է։ Համոզված եմ, որ այստեղ կառավարությունների խնդիրը դրանով դեռևս լուծված չի, բայց նաև կարող ենք այդ նույն հնարավորության ժամանակ պատմել մեր նոր տեղեկատվական պլատֆորմի մասին, որը մեծապես նպաստեցնելու է այդ մասնագիտական կառավարությունների բացը, այսինքն ամեն ինչ շահանալու է եւ հենց դառնալու է, ասենք մեր կարծիքով նաև բավականաչափ հնարավորություն ենք ունենալու այն առումով, որ դիմումներով զբաղվող մասնագետների կարիքը դրուկ նվազելու է։ Այս առումով կարծում եմ, որ այս կառավարությունների բացը կարող է ինչ-որ չափով այդտեղ հեռացվի։ Այսինքն մեր մասնագիտական աջակցության եւ տեղեկատվական պլատֆորմի միջոցով հիմնական գործողությունների իրականացնելու տեսանկյունից։ Հիմա կահույքի հետ կապված հարցը, գիտեք, հիմա մեր աշխատակիցներից մեկը մեջի պրոբլեմ ունի, որովհետև անընդհատ նստած է այդ նույն աթոռին եւ աթոռը երևի այդքան էլ լավ չի անում։ Հիմա ոնց է որոշվելու, որն ավելի թանկ իրան տանել բուժել, կամ ինքը աշխատանքի չգա եւ այն աշխատանքը չանի, եւ որն այն աթոռի գինը, որը պետք է վճարվի, կամ կահույքի գինը, այստեղ գիտեք, դեմ չեմ, որ դա պետք է, այսինքն, եթե կա շահում, սովորաբար մեր կարգավորում ուղղված է լինելու հետևյալին, որ մարմինները իրենց կահույքների համար պետք է գնեն գնումներ կատարել։ Եվ հետո բացատրություններ եւ հիմնավորումներ տրամադրել, թե ինչի են գնել 300,000 դրամանոց բազմոց, եթե կարելի էր գնել 100,000 դրամանոց։ Այսինքն այդ հաշվետվողականությունը ոչ միայն բազմոց գնելու, այլ նաեւ ցանկացած գնում իրականացնելու, գնումների պրոցեսը նրա համար, որ մենք սահմանենք մեր պահանջները եւ հետո գնենք ամենաարդյունավետ տարբերակը։ Եվ եթե մենք որոշել ենք, որ չէ, մրցույթ չի հայտարարելու, կամ մեր մրցույթի հրավերի մեջ պահանջ ենք սահմանել, այդտեղ պետք է կարողանանք բացատրել։ Իսկ հիմա այդ ճանապարհով պետք է գնանք, որովհետև սահմանել մաքսիմալ, սենց ասեմ, նախկինում կար, նույնիսկ կարող հիմնարկալ, չսխալում չէ հարկել դա, տարիներ առաջ եւ տասնամյակներ առաջ ֆինանսների նախարարը, որպեսզի այդպիսի չարաշահումները բացառեր, ինքը մի հատ հրաման է տվել, որով ասել է, որ պետական համակարգում այս ծավալ մեքենա չի կարող գտնվի։ Եվ միշտ պրոբլեմ էր առաջանում, հետո հարց էր առաջանում, ինչի է ֆինանսների նախարարն այդպես բան որոշել, այդ սահմանափակումը դնել, որտեղ երևի բոլորը ուզում էին թանկ մեքենա լինեին, բայց ոնց է ինքը որոշել, ոնց է ինքը սահմանափակում դնել։ Եվ ամեն անգամ հարց էր առաջանում, որ այդ սահմանափակումը պետք է խախտվի, որովհետև այս նման դեպքում հայտ է գալիս տարիք ուրիշ մեքենա դնելու, որը երևի ավելի թանկ է։ Եվ այս հարցն է, այսինքն ինչպես եւ ով դա այդ սահմանափակումը դնի եւ ոնց վերանայի, դա էլ է կարևոր հարց։ Եվ կարծում եմ, նույն մասին, որ ինքը հենց ինքն նրա
Գյուղատնտեսության ծառայությունը կամ ապրանքը ստանանք դրա համար։ Մի փոքրիկ դետալ ասեմ, էլի։ Հիմա դուք խոսում եք, ասենք, ախտորի թանկությունից կամ բազմոցի թանկությունից, բայց օրինակ կան էլի շատ հարցեր, որոնք բոլորի աշխից դրիկում են, օրինակ այս սենյակը, որ այսքան մեծ է, ինչ-որ մեկին հարց առաջացնում է, թե այս տարածքում այսքան մեծ սենյակ ունենալու, որը օգտագործվում է, ասենք, ինչ-որ պարբերական, ամիսը մեկ կամ շաբաթը մեկ կամ ամեն օր ինչ-որ չափով, ինչքանով արդյունավետ ծախսը, դա շատ ավելի գուցե մեծ ծախս է, քան այն ախտորը, որի մասին դուք խոսում եք։ Հետևաբար sense հարցեր կա, որ եթե փորձենք այդ նայել, պետք է մի ուրիշ ձև այս հարցին մոտենանք, բայց առաջարկեմ այս հարցը քննարկել այդ դիմումների քաղաքականության քննարկման համատեքստում։ Էլեկտրոմոբիլների հետ կապված կարծում եմ, որ նման բան հնարավոր չի, որովհետև եթե մենք ինչ-որ մի բան փոխելուց հետո վերադառնանք բոլորի վճարածը հետ տան, պետք է հարցը առաջանում ինչքան հետ գնանք։ Եվ ասենք ցանկացած որոշումը ստեղծում է ցանկացած որոշում, թեկուզ եթե դա վերաբերում է հարկերի նվազեցմանը կամ հատկապես երբ որ վերաբերում է դա հարկերի նվազեցմանը, անարդարություններ է ստեղծում։ Եվ եթե մենք փորձենք այդ անարդարությունները վերացնել, կարող է կործանել։ Հետևաբար ինչ-որ մի պահի պետք է կանգ առնենք։ Հիմա եթե հետ գնանք տանք, հետո հարց կարելի սկսենք շարժվել, հետո դժվար կլինի կանգ առնելը, որտեղ այդ անարդարությունների գծիկը ավելի կմեծանա։ Հարց է, որը պետք է քննարկել, բայց ես կարծում եմ նամանավանդ, որ այդ հարկերը, որոնք վճարվել են, չեն վճարվել պետական բյուջեին, այլ վճարվել են համայնքային բյուջեին։ Հիմա ոնց պետք է համայնքների պարտադրել, որ այդ կարող են ունեն, չգիտեմ, այդ հարցին իմ կարծիքով հետ գնալը ստեղծում է մեծ պրոբլեմներ։ Եվ կարծում եմ, որ մեր հարկերի հարկացիներ, ովքեր ունեն էլեկտրոմոբիլներ, պետք է ուրախ լինեն, որ այսուհետ այդ նույն դրողաշահով չեն վճարել։ Ոչ թե հետախուր լինեն նրանից, որ նախկինում վճարել են։ Ֆինանսների նախարարության բյուջեն քննարկելու չէ, բայց չի մասնում ինչ քննարկել դեռ։ Ֆինանսների նախարարության բյուջեի ինչ է քննարկել։ Ասենք ֆինանսների նախարարության բյուջեի 99%-ը պարտքի կառավարման համար ուղղող բաներ են։ Հիմա եթե դուք ուզում եք թիվը տեսնել, տեսնեք։ Եթե ուզում եք այդ թիվը դուք հաշվեք, կամ տեսնեք մենք ոնց ենք հաշվել, այդ էլ է հարց, այսինքն ինչ եք ուզում եք տեսնել։ Սա էլ է հարց, իմաստը ես չեմ տեսնում դրա։ Ես չեմ կարծում, որ այդ պարգևատրման կամ հավելյալ աշխատավարձի որոշման դետալները մեր կողմից քննարկման հարցեր են։ Դա կարող է կառավարությունը քննարկվի, կառավարությունը որոշում կայացրել եւ ստայգան առաջին գնում, որ մասերը, որ պետք է կոմունիկացվի, այդ մասերը կոմունիկացվեն, բայց նախինուց դրա մասին էլի ասել եմ, մենք ըստ էության ավելի իմաստ չենք ծախսել, մենք 4%-ով վճարել ենք ապարատի ծախսերը, եւ 2025 թվականին եւ 2026 թվականին, այսինքն քաջը տեղյակ եք, որ ապարատային ծախսերը ավտոմատ հաշվարկվող ծախսեր են, որը կախված է հաստիկացուցակից եւ ուտեղ պաշտոններից։ Ստացել են X գումար, որը պարտավոր է կատարել X գումարը, զերչել են 4%-ով եւ տվել են 4% քիչ գումար արմիներին։ Եվ այն գումարը, որը տրամադրվել է այդ որոշման արդյունքով, ավելի փոքր է, քան այն թիվը, որը զերչել են։ Ըստ
ես ինձ չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը, որպեսզի ձեզ կարողանամ դրա մասին պատմել։ Ինչ վերաբերում է վարկային կազմակերպություններին, ապա ես այս հարցից տեղյակ չեմ, բայց իհարկե քննարկել ու գործընկերների հետ, ովքեր հավանաբար տեղյակ են, եւ մեր առաջիկա հանդիպումներից մեկի ժամանակ բնականաբար դրա մասին կամ գուցե գնումների մասին ընդհանուր խոսելու ժամանակ այս հարցը անպայման կդիտարկենք եւ հուսով եմ եթե հարցը մինչև հիմա չի լուծվել եւ լուծում չունի, ապա սպառիչ պատասխան կտամ եւ ունի բնականաբար այդ հարցը կլուծեն, որովհետեւ կարծում եմ, որ կարևոր հարց է դարձածում։ Ես հույս ունեմ, որ բոլոր հարցերին կարողացա անդրադառնալ, իրական անոր ժամանակային սահմանափակում ունեն։ Ես առաջարկում եմ, որ եւ անորս հայցակարգի հետ կապված հարցը մենք դրել ենք այն պատճառով, որ եթե մենք օրակարգային հարց չունենայինք, ապա այդ հայցակարգի մասին խոսեինք, իսկ առաջարկեմ այս հարցը այսօր չքննարկենք, առանձին քննարկում ունենանք, որովհետեւ դա բավականին երկար քննարկման մենք էլ պատրաստվենք եւ հույս ունեմ, որ մինչև այդ քննարկումը մենք գուցե հայցակարգը ձեզ նախորդ ուղարկենք, այսինքն դրանց իրար դրախտային տարբերակը ուղարկենք եւ դուք պատրաստված դարձնեք հանդիպմանը եւ դարձնենք, որ մենք նաեւ որոշենք, թե մեր մյուս գործընկերները, որոնք մյուս խորհուրդում են ներգրաված իրենք էլ են ստահաբար հետաքրքրված այս հայցակարգի քննարկման մեջ միասին այս ամենը իրականացնենք։ Ընդհանրապես մեր նպատակը նա է, որ ինչպես ասեցի, այս ցիկլերը պետք է համապատասխանեցնենք։ Մեր նպատակն է այս հայցակարգի հիմնական դիրքները արտացոլել արդեն միջնաժամկետ ծախսային ծրագրում, որը մայիսին պետք է ընդունենք։ Եվ հետևաբար տրամաբանական կլինի, որ դա մինչև այդ կարողանանք քննարկել։ Իհարկե մենք հիմա այս նախնական գործընթացների մեջ ենք մղում եւ ժամանակը գնալով ավելի եւ ավելի սովորանում, կօրինացնենք հասկանանք ինչպես է դա կախված նրանից, թե դրախտային տարբերակը կառավարությունում մենք ինչ արագությամբ կհասցնենք քննարկել։ Այսօր արդեն ունենք մի տարբերակ, բայց դեռ քննարկված չի եւ առանց քննարկելու փաստաթուղթը չի ուզենա, որ մենք ստեղ դա քննարկենք, որովհետեւ շատ սրան հարցեր են, ամեն ստորագիտը կարող է հետո անհարկի շահարկումների տեղ բացի եւ այդպես։ Այլ նկատառումներ կան համեցեք։ Պարոն նախարար, մեր համայնքի ամենակարևոր հարցերից մեկը ամեն դեպքում մնում է այս ախտանման ներմուծման քաղաքականությունը, ինչը միգուցե էկոնոմիկայի նախարարության դաշտում մեծ մասով, բայց
բայց ցանկանայի որ երկու կողմանի լինի եւ մենք խնդիրներ հարցեր բերենք եւ դու ունեք գիտեմ կա հայտնի որ անախարությունը իրենց վարկածները բավականին հագեցած են ու մենք նաեւ ցանկացել ենք լինել սպորտում ուղիղ ֆինանսների նախարարությանը աջակցություն տրամադրելու համար տեխնոլոգիական համայնքի կողմից ուզենք նաեւ ու պարտադիր չի խնդիրները լինեն թվայնացման դա ուզենք ձեր առաջնահերթությունների մեջ top 5-10 խնդիրները իմանալ որ մեր համայնքը խնդիր լուծողների համայնք է մի քիչ տեխնոլոգիական համայնքի նկատմամբ ներ տպավորություն կարելի մենք ահագին հետաքրքիր լուծումներ կարող ենք գտնել հենց որ բացենք նաև լսելու ձեր կողմից մեր առաջ խնդիրներ դնելու գնանք մենք լուծումները մտածենք դա խորհուրդ տանք շնորհակալություն Ես շնորհակալ եմ շատ անհանգստալ է սա իրականում սովորաբար զոր չեն որ մեր խնդիրները ինչ-որ մեկը ուզում ալուծի եւ սովորաբար խնդիրների են ախտում դեպաբար շատ լավ առաջարկը ուղղակի պետք է հասկանանք թե որ խնդիրներն են նրանք որոնք ինքնանպատակ չի լինի բարձրաձայնել այլ գիտենք որ կարող է լինեն կարողություններ այդ խնդիրը լուծելու համար ներոսն խնդրում դուք ուղղակի խնդիրները ասեք որտեղ կարող է այդ պատկերացումը շատ հաճախ չլինի որ միգուցե խնդիրը ասեք մենք գնանք մտածենք պարտադիր չի դուք գնահատեք մենք կարողանանք լուծում տանք թե չէ ու նաև ուզում եմ ասեմ որ նախարարության աշխատանքը շատ բաց է շատ հարցեր որ մենք սոստեղ բարձրացնում են ես չեմ հավատում որ այդ հարցը մի նամակով կամ հանդիպման խնդրանքով չէ կարող հասնել նախարարությանը ու լուծում ստանալ ամեն դեպս մենք մեր համայնքից այդ բանը չունենք երբևէ չենք ունեցել հարց որ ուզեցել ենք բարձրացնել ֆինանսների նախարարությունը չենք կարողացել բարձրացնել այդ առումով շատ բաց է ու ուզեի որ այս հարթակը մի քիչ ավելի ուրիշ ֆորմատով կատարվի Շատ լավ, իրականում մեր խնդիրները բավականին ֆունդամենտալ են եւ ես կուզենայի այդ խնդիրները ներս ձևակերպեի, որ ոչ մեկ դեպրեսիայի մեջ չլինի։ Փորձենք հասկանալ այդ որ խնդիրներն են, որ կարող եք ձեզ պատմել։ Իհարկե կարող հիմա մի քանի հատ ասեմ, բայց վստահ եմ դա ձեզ չի այդպես հեշտ խնդիրներ չեն, որոնք ձեզ միանգամից լուծվող են։ Այլ նկատառումներ կան Ամեցեք։ Շնորհակալ եմ պատասխանների համար, որ տվեցիք, ես ուզիք համաձայն եմ, որ շատ դեպքերում բյուջետային հայտերի հանրային քննարկումները կրում են ձևական դրում, որանդակային ըստիության ոչինչ չկա։ Դա դրա մասնավորական նաև ձեր կարգում տեղադրված նաև տեղեկատվություն։ Օրինակ մեր կազմակերպությունը անցյալ 11 մարմինների բյուջետային հայտերի քննարկման մասնակցել բացի մեր կազմակերպությունից ոչ չի եղել։ Ինչու՞։ Նախ հանրություն եւ քաղաքները պատրաստ չեն, ունակությունը չունեն, շատ բաներ չեն հասկանում, չունեն նաեւ մոտիվացիա նաեւ մասնակցելու համար։ Ընդհանրապես վարչապետի աշխատակազմի բյուջետային հայտի քննարկման մասնակցելու մի կազմակերպություն, որ փող է ուզում հանրությունից, բայց բյուջետային հայտի քննարկման չեն։ Մենք դորարական գործ Եվ առաջարկում ենք, որ նախ կարողությունները քաղաքների զարգացնենք, այնպես ինչպես ֆինանսի բյուջետային հայտի մեջ կա ծրագիր հանրային աշխատողների ուսուցման կազմակերպում, որոնք այդպես քաղաքների կազմակերպում ուսուցում։ Ստացվում է, որ մեկ այդ ուսուցումը կանցկացնել ուղեցույցների մեթոդական ծրագրեր ունեն, կարող է կանցկացնել։ Մարդկանց գրագիտությունը բարձրացնել ֆինանսական գրագիտությունը։ Որպեսզի կարողանան ունեն գործընկեր ֆինանսների նախարարություններ, խելքին մոտիկ առաջարկություններ տվող եւ իրոք բովանդակային հանրային քննարկում ուսուցանելու։ Ես ստացել եմ պատահություն հիմա բյուջետային սայթեր քննել 11 կազմակերպություններ քննարկել։ Տեսեք թե ինչպես են վերջում բարի քննարկել բյուջետային։ Եվ վերջին բանը, որ ասում եք, տեսում եք կարելի է 4 մոտ լավ եք արել, շատ լավ եք արել։ Բայց տեսեք բյուջետի մեջ քանի տարի առաջարկություն ես անում եմ։
Մինչև 93 թվականների հունվարի 10-ը դրած Խնայբակի ամանների ծրագրին տարեկան հատկացումը 1 միլիարդ դրամ։ Այդ մարդիկ մահանում են, քաղաքականության հարց է բացում։ Վերցրեք 42 թվից համար 84 տարեկան մարդկանց հիմա փորձում հետ տալ, այն դեպքում երբ նախին խորհրդային բոլոր երկրների բացելա այդ ծրագիրը փոխհատուցումը, Արցախի անձնավորացել ավելի բարձր տոկոսավճարներով։ Երբ որ դիմել սոցիալ նախարարության, ասում է ֆինանսական անկայունություն կլինի երկրում, դրա համար չեն բարձրացնում։ Բայց սպասեք այդ մարդիկ ալին է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով կյանքի մեջի տևություն 74 տարի։ Ինչու 74 տարի սպասում եք, որ այդ մարդիկ մահանում որ չկա։ Այդ տնտեսորիկ լավ եք արել, հիմա տվեք այդ մարդը հասնա։ Մարդիկ դագարի փող են դրել, չէ ավակել։ Մարդիկ այս տնտեսության մեջ ներդրում են, չէ արել։ Այս շենքերն են, չէ կառուցելու ենք օգտվում։ Առաջարկություն են տալի, հայտի մեջ, հայտ փող, երկու փող ասեցի։ Քաղաքների հասարակության զարգացման ավանդերի մասում ընթացեք, այդ լիքավ առաջարկությունը կաշխատի։ Շնորհակալություն։ Շատ լավ, սա երկրախոսական բան է, ես չեմ ուզում որ դա բան դառնա, ես իհարկե շատ կլինի, որտեղ կարող մեր աշխատավարձը ուղղել, եւ դա շատ օգտակար կլինի, բայց կարող է ավելի քիչ օգտակար լինի առումով, որ մարդիկ են պետք ովքեր աշխատեն մնացած գործեր անելու համար։ Բայց ես կառաջարկեմ որպես քննարկման ձևաչափ այս ձեր բացասած հարցի վերաբերյալ մեր հանդիպումներից մեկի ժամանակ քննարկել ֆինանսների նախարարության տարբեր ոլորտներում արդյունքային ցուցանիշները, որոնք սահմանել են, այսինքն վերջնարդյունքի ցուցանիշներ են սահմանել բոլոր ֆունկցիաների համար, անգլերեն outcome ինդիկատորներ, որոնցից տեսնենք թե մեր նպատակները որոնք են, եւ դուք կարող եք ասել, թե այդ նպատակների համար ինչ գործիքներ կարող եք առաջարկել, որը այդ արդյունքային ցուցանիշը կամ այն ծառայությունները, որոնք մատուցում են հանրությանը, ի վերջո դրա մասին են արդյունքային ցուցանիշները, կարողանան բարելավել։ Եվ դրանցից մեկը, իդեպ, քանի որ խոսք գնաց, հանրության մասնակցությունն է մեր բյուջետային պրոցեսներին, կամ ընդհանրապես բյուջեի կազմման, կամ բյուջեի հաշվետվությունների մասին, հաղորդումների, դիտումների, կամ մեկնաբանությունների, անկախ նրանից նրանք լավն են թե վատն են, բարձրացումն է մեր ինգայի ցուցանիշները։ Եթե դուք առաջարկում եք նրա վերաբերյալ, թե ինչպես կարող ենք մենք այդ հանրային գիտակցություն ներկայացնող կարևոր հարցերից մեկը, որը վերաբերվում է բոլորիս հետ կապված կամ մեր ընդհանուր բարեկեցությանը, եկեք դա քննարկենք եւ գործողություն կապենք ինչ կարող եք անել, որպեսզի բյուջե պարունակող քննարկումները կտրուկ ավելանան, որպեսզի հանրությունը նրանց տեղեկացված լինի, թե բյուջեով ինչ է տեղի ունենում։ Մի հասարակ օրինակ կարող եմ ասել, որ մասնագիտական հանրույթը բոլորը հասկանում են։ Տարբեր մարդիկ ինքնահաստատման գործեր անելով անդադ խոսում են պարտքից։ Հիմա այդ պարտքի ծավալը որոշվում է բյուջեի փաստաթղթով, թե մենք ամեն տարի ինչքան դեֆիցիտ ենք պլանավորում։ Եվ այդ քննարկումը պարտքի անիմաստ է, եթե մենք չենք քննարկում բյուջետային փաստաթուղթը, իր ծախսերը, իր դեֆիցիտը եւ եկամուտները, ինչպես արդեն որոշել են։ Հետևաբար հանրության ներգրավվածությունը այդ փաստաթղթի մանրակրկիտ քննարկմանը գերական, այսինքն դա է կարևոր, ոչ թե պարտքն է կարևոր, այլ այդ մինչև պարտք ձևավորվելու կետն է, որ որոշվում է, թե ինչքան պարտք լինի։ Պարտքը հետևանք է այդ որոշման, որովհետև մենք բոլորս ուզում ենք ինչ-որ ուղղություններով ծախսեր ավելացնենք, բայց չենք ուզում պարտք ունենանք եւ չենք ուզում արվեճարին, ավելի շատ նկատի ունենք։ Եվ բնականաբար խնդիրներ ունենք, ինչպես դուք նշեցիք, արտարժույթի, կուրսի եւ այլն հետ կապված, որը ենթադրում է ավելի շատ ծախսեր։ Հետևաբար կառաջարկեմ սա որպես հենց առաջի արձագանք, որ
հիշում եմ